Բարի երեկո Ժողովուրդ ջան։ Ուրեմն ինչև սկսել է նորից այսպես YouTube-յան վիճակագրությունն եմ նայում։ Սիրելի ժողովուրդ, ես նայում եմ մարդիկ, որ մեկնաբանում են մեկնաբանողների, հավանողների, նույնիսկ կիսվողներ կան, կիսվողների մեծամասնությունը բաժանորդագրված չէ։ Լավ կլինի բաժանորդագրվեք, դուք դրանով մեծ օգուտ տված կլինեք, սիրելի ժողովուրդ, ավել ձեզնից ոչինչ չի պահանջվում, այնպես որ կարող եք բաժանորդագրվել, կարող եք միանալ Telegram-յան ալիքին։ Մենք շուտով այսպես մի քանի ճակատներով պիտի աշխատենք, հիմա ես աշխատում եմ 4 գրքի վրա, ժամանակը քիչ է։ Ես սա առավելապես ասում եմ Telegram-յան մեր հետևորդների համար, թեև ալիքը շատ կարճ ժամանակ է որ բացվել է, ընդամենը 1 շաբաթ, չգիտեմ, YouTube-յան այս սահմանափակումներից հետո հիմնականում Ռուսաստանի հետ կապված որոշեցինք այդ ալիքը բացել, առայժմ շատ չեմ հասցնում այդտեղ ակտիվ լինելը, ալիքն էլ նոր է, շատ հետևորդներ չկան, հուսով եմ կմիանամ, բայց ես ձեզ խոստանում եմ, որ առաջն Աստված խաղաղություն լինի, առողջություն լինի, ժամանակ կգտնենք եւ անպայման մի քանի ճակատներով պիտի աշխատենք, որովհետեւ բարդ ժամանակներ ենք ապրում։ Իսկ մինչ այդ այստեղ ովքեր որ հետևում են, խոսում են, մեկնաբանում են, ինչի համար անկեղծ շնորհակալ եմ գնահատանքի համար, բարի խոսքերի համար, բայց լավ կլինի, որ բաժանորդագրվեք ժողովուրդ ջան։ Ուրեմն, ինչից եմ ուզում խոսել այսօր։ Կամովի գերություն, ներողություն։ Ուրեմն Կամովի գերություն, այսպես ասած, վերամբար չհնչի ժողովուրդ ջան, որովհետև ես հաղորդման ընթացքում անպայման այդ մտքին մենք կգանք, ինչ էր նշանակում կամովի գերություն եւ արդյոք կարելի է այդպես ասել։ Օրինակ եմ ուզում բերել, կարճ օրինակ, մի քիչ ավելի մանրամասն այս ամենի մասին, նրանք ովքեր համբերատար են, նրանք ովքեր կսպասեն, կկարդան 4-րդ գրքում, իսկ հիմա թեմայի մեջ մնալու համար կարճ օրինակ 1960 թվականին Լեյպցիգում ընթացող 14-րդ շախմատի միջազգային օլիմպիադայում հաղթանակ տարավ ԽՍՀՄ հավաքականը։ Կարծեմ ամերիկացիներին հաղթեցին կամ հարավսլավացիներին, չեմ կարող ճիշտն ասել, բայց սա կարևոր չէ։ Ամեն դեպքում ԽՍՀՄ շախմատի հավաքականը այդ տարիներին փայլում էր, այնպիսի անուններ, որ համաշխարհային արդեն հռչակ ունեին մարդիկ, հա, Միխայել Տալ, Միխայել Բոտվինիկ, Վիկտոր Կարշնոյ, Պաուլ Կերես, էստոնացի էր կարծեմ Կերեսը, թեև հրեական ծագում ունեն սրանց մեծամասնությունը, Սմիսլով, Վիկտոր Կարշնոյ եւ իհարկե Տիգրան Պետրոսյան, երկաթե Տիգրանը։ Ուրեմն խաղից հետո, երբ որ հաղթանակն էին տոնում, Կորշնոյին մոտեցավ Բոտվիննիկը եւ այսպիսի հեգնանքով ասաց հայկական կոնյակ են վերել, ուզում եմ նշենք մեր հաղթանակը։ Հա, իդեպ հայկական ասեցի, հիշեցի, կինդ ինչպես է, այսպես հեգնանքով։ Կորշնոյը երիտասարդ էր ավելի տարիքով, երիտասարդ մի քիչ տարիքով ավելի փոքր էր Բոտվիննիկից։ Եվ բացի այդ Բոտվիննիկը արդեն հայտնի էր ԽՍՀՄ-ում, Կորշնոյին այդքան էլ հայտնի չէր այդ ժամանակ։ Նույն հեգնանքով պատասխանեց, այսպես ասած, գրոսմաստերին, ասեց, կոնյակը շատ լավն է, բայց կինդ, հա, կինդ ասացի կինդ հիշեցի, քո կինն ինչպես է։ Բոտվիննիկը այսպես բարձր դիրքից չներեց Կորշնոյին, անգամ մարդ էր ուղարկել հետևից, չգիտեմ ում, այսպես նույնիսկ մի քիչ քաղաքական այսպես երանգ ստացավ այս ամեն ինչը։ Կորշնոյի հետևից մարդ ուղարկեցին, Կորշնոյը հետո հանդիպեց Բոտվիննիկին եւ Կարշնոյը Բոտվիննիկին ասաց, տարիքով մեծ ես, վարպետ ես, քեզ ճանաչում եմ, բայց երբ որ մարդուն հեգնում ես,
ուրեմն պատրաստ եղիր դիմադրության եւ հակահարվածի։ Դու ես մեղավոր, բայց որպես գրոսմաստեր ես ներողություն կխնդրեմ, դա իմ, այսպես ասած, պատվից բարձր չէ։ Ոչինչ, ներողություն կխնդրեմ, բայց ինչն էր այս հեգնանքի թեման, ինչն էր հեգնանքի պատճառը, սիրելի ժողովուրդ։ 1934 թվականին աշնանային մի երեկո մի տան մեջ, այսպես խնջույքի սեղանի շուրջ, Բոտվիննիկը նկատեց սևահեր մի աղջկա, որին սիրահարվեց հենց սեղանի շուրջ։ Սեղանից վեր կենալուց անձրև սկսվեց, դրսում անձրև էր ուժեղ, եւ Բոտվիննիկը աղջկան առաջարկեց տուն ուղեկցել նրան։ Ամոթխած, այսպես ասած, աղջիկը մի քիչ երևի թե ավելի շատ քաղաքավարությունից դրդված համաձայնեց։ Բոտվիննիկը նրան ուղեկցեց տուն եւ մի քանի տարի անց այս զույգը արդեն հայտնի էր ողջ ԽՍՀՄ-ում։ Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտի տնօրեն Դավիթ Անանյանի դուստրը Գայանե Անանյանը դարձավ Միխայիլ Բոտվիննիկի կինը։ Կարճ ժամանակ անց Գայանե Անանյանը դարձավ Գաննա Բոտվիննիկ։ Սա արդեն տարիներ առաջ ենք մենք, տարիներ հետ ենք գնում ավելի շուտ, ոչ թե առաջ, որպեսզի այդ խնջույքի հեգնանքի այդ պատճառը պարզ լինի։ Դրանից մի քանի տարի անց նույն կերպ Վիկտոր Կորչնոյը սիրահարվում է նույնպես տխայր, այսպես սևահեր մի աղջկա, շատ երկար ժամանակ այս աղջկան ուղեկցելու այսպես փորձեր է անում, մոտենալու փորձեր է անում, աղջիկը շատ ամոթխած էր, չի թողնում Կորչնոյին մոտ, բայց վերջիվերջո Գրոսմայստերին է, այն ժամանակ գրոսմայստեր չէր դերևս, հաջողվում է գրավել աղջկա սիրտը եւ նրանք նույնպես ամուսնանում են Իզաբելա Մարկարյան եւ Իզաբելա Մարկարյանը, նո ռուսներն են գրում Մարկարյան, կարճ ժամանակ անց դառնում է Բելա Կորչնայա։ Գաննա Բոտվիննիկ, Բելա Կորչնայա։ Ինչի համար եմ ուզում այս թեման կապել այդ վերնագրի հետ, որի մասին պիտի խոսենք, սիրելի ժողովուրդ։ Մի քիչ շեղվենք թեմայից, որպեսզի հետո կարողանամ համեմատություններ անել 1700-ական թվականներին ամերիկյան այսպես ռանչոներից մեկում մի մեծահարուստ ամերիկացի մոտ 30 ստրուկներ էր պահում։ Ուրեմն ստրուկներից մեկին հաջողվում է փախչել։ Երբ որ հաջողվում է փախչել, սրան հետ են բերում այն ժամանակ այսպես մի քիչ պատվի հարց էր, որ մեծահարուստից ստրուկը փախել է, ուրեմն հետ են բերում, պատժում են, բավական խիստ են պատժում, կապում են այսպես ծառին եւ այդ պլետներով արունակամ են անում, կարելի ասել։ Մնացածը սա տեսնում են։ Ես չգիտեմ ինչ է կատարվում այս մեծահարուստի կյանքում, չեմ կարող ասել, պատմությունը այդ մասին չի խոսում, թեև սա իրական պատմություն է, ինչ-որ դժվար դեպք է պատահում այս մեծահարուստի կյանքում եւ այս մեծահարուստը մտածում է, որ ինքը Աստծո առաջ մեղավոր է եւ որոշում է որպես այսպես քավություն բաց թողել իր բոլոր ստրուկներին, բոլորին, չի վաճառում, չի բաց է թողում, ասում է դուք ազատ եք։ Այն ժամանակ թուղթ էին գրում, գրում էին, ստորագրում էին, որ ես այս մարդուն ազատություն եմ տալիս։ Բոլորին գրում է, ստորագրում է, որ դու այլևս ազատ մարդ ես։ 30 քանի ստրուկներից միայն 6 հոգին են գնում ռանչոյից։ Մնացածը մնում են այնտեղ։ Մարդիկ, որ տարիներով բողոքել էին ստրկությունից, որ չգիտեմ, ձեռքից ձեռք էին անցնում, նրանց հարստահարում էին, նրանց չգիտեմ, այսպես մի կտոր հացի համար առավոտից իրիկուն աշխատում էին, այս մարդը վեր եկել ու որոշում ես մարդկան ազատություն տալ իր ծառաներին, ստրուկներին, բայց ստրուկները չեն գնում։ Գոյություն ուներ պարտադրված գերություն, եւ այս մարդիկ պարտադրված գերության մեջ էին, այդպիսին էին կարգերը, ստրուկներ էին։ Մինչև թուղթը չլիներ, որ դու ազատ մարդ ես, դու ազատ մարդ չէիր կարող լինել, նույնիսկ եթե հաջողեր քեզ փախչել, չգիտեմ ինչ անել, սա կապ չունի։ Մարդիկ մնացին։ Հիմա տեսեք, պարտադրված գերությունից, որին մարդիկ մինչև դա գուցե կոչում էին ճակատագիր, գուցե կոչում էին բախտ, մեր բախտը չբերեց, մեր ճակատագիրն էր այսպեսին, մենք հայտնվեցինք այսինչ վիճակում, ազատություն պարգևեցին մարդկանց, մարդիկ չգնացին։
6 հոգին միայն գնացին, մնացածը մնացին Ռանչոյում։ Հիմա արդեն ամերիկացիներ այս մարդկանց ոչ թե ստիպում, խնդրում, ասում էր, ես չեմ ուզում ձեզ նեղություն տալ, ես չեմ ուզում ստրուկներ ունենալ, ես դրա բարոյական իրավունքը չունեմ, այսպեսի չգիտեմ ինչ էր կատարվել, այս մարդը այսպես ամբողջովին փոխվել էր, բայց ստրուկները տեղ չունեին գնալու։ Այս մարդուն ասացին, մենք քեզանից ոչինչ չենք ուզում, պարզապես մենք տեղ չունենք գնալու։ Եթե համեմատության կարգով այսպես անցում կատարենք, ինչի համար էր այս համեմատությունը, ուղիղ այն ժամանակ, սիրելի ժողովուրդ, երբ որ Բոտվիննիկը եւ Կորշնոյը ամուսնանում էին Գայանե Անանյանի եւ Իզաբելա Մարկարյանի հետ, Երկաթե Տիգրանը, որ ես չգիտեմ, Տիգրան Պետրոսյանի կենսագրականը երբ որ կարդում եմ, ես անգամ մարմնովս դող էր անցնում, որտեղ այդպիսի դժվարություններ, այդպիսի ծանր մանկություն, ծանր կյանք, այդպես շատ ծանր կյանք եմ ունեցել Տիգրան Պետրոսյանը, ինչերի հասավ։ Տիգրան Պետրոսյանն ամուսնացավ հրեա Ռոնա Ավինեզերի հետ։ Հրեաներ Բոտվիննիկը եւ Կորշնոյը ամուսնացան Գայանե Անանյանի եւ Իզաբելա Մարկարյանի հետ։ Գայանե Անանյանը դարձավ Գաննա Բոտվիննիկ, Իզաբելա Մարկարյանը դարձավ Բելլա Կորշնայա։ Տիգրան ամուսնացավ Ռոնա Ավինեզերի հետ, Ռոնա Ավինեզերը չդարձավ Ռոնա Տիգրանյան։ Նրանց երեխաները չդարձան Տիգրանյաններ։ Իզաբելա Մարկարյանից ոչինչ չմնաց, որովհետև նա արդեն Կորշնայա, Գայանե Անանյանից ոչինչ չմնաց, որովհետև դարձավ Գաննա Բոտվիննիկ։ Իմիջիայլոց համեմատության համար ասեմ, որ Բոտվիննիկը իր մոր հետ էր ապրում, մինչև Գայանեի հետ ամուսնանալ է եւ մայր ու որդի մեղմ ասած կենցաղային լեզվով, եթե կարելի այդպես ասել, ջուրը մի առվով չէր գնում։ Սրա մասին իր հուշերում գրում է Օլգա Բոտվիննիկը։ Եվ ինչը կարող է Օլգա Բոտվիննիկին կապել Գայանե Անանյանի հետ, եթե մորից ոչինչ չի մնացել, ոչ մի հիշատակ, այսինքն նրա հայկական ծագման մասին ոչ մի հիշատակ։ Օլգան պատմում էր հիշողություններում, ասում էր, որ Գայանեն մեր տուն հարս եկավ, այն ժամանակ Կորշնոյը դեռ աշխարհի չեմպիոն չէր ԽՍՀՄ կազմում, ԽՍՀՄ-ի չեմպիոն էր, ներողություն Բոտվիննիկը։ Ասում էր, որ Գայանեն մեր տուն հարս եկավ, մայրս այսպես ասած Օլգայի խոսքերով, ասում է տատիս նրան շատ վատ ընդունեց։ Տատս մտածում էր, թե Բոտվիննիկն ավելին է արժանի, ով ես կինը, ով ես դու, որ եկել ես իմ տուն հարս, հրեաներ, հրեական ծագում, հրեական ավանդույթներ։ Օլգան գրում է, որ ընդամենը մի քանի տարի անց Գայանե Անանյանը կարողացավ հաշտեցնել մորը եւ որդուն։ Գայանեի խոսքերով, ոչ իմ, Գայանեի խոսքերով, ասում է ԽՍՀՄ-ը եւ հայրս պարտական են մորս, որ Միխայիլ Բոտվիննիկը դարձավ ԽՍՀՄ կազմում առաջին աշխարհի չեմպիոնը։ Սա ասում է Օլգան։ Կորշնայա Բելլային, այսպես ասած, Իզաբելա Մարկարյանին ավելի դառը ճակատագիր էր սպասում Կարպովի հետ խաղից հետո Կորշնոյը եւ Կարպովը ինչ-որ տենց ընթարումներ ունեցան, Կրեմլում սրան նույնիսկ քաղաքական ընթացք տվեցին, չգիտեմ ինչի մասին է խոսքը, մանրամասները չեմ կարողացել գտնել անկեղծ ասած։ Կորշնոյը հաջորդ այսպես հյուրախաղերի ժամանակ, երբ որ Բելլայի հետ մեկնել էր Եվրոպա, չուզեցավ վերադառնալ ԽՍՀՄ, սա դիսիդենտի պահվածք էր արդեն, հա։ Բելլան հասկացավ, որ ԽՍՀՄ-ում արդեն որդին կար նրանց, արդեն նրանց տղան կար, Բելլան ինքը սկսեց արևմտյան եվրոպական դեսպանատների հերթով նամակներ գրել, խնդրելով, որ իրենց քաղաքական ապաստան տան, բայց ԽՍՀՄ-ի հետ որևէ մեկը չէր ուզում կապերը խզել։ Վերջապես Շվեյցարիայի կառավարությունը մուտքի թույլտվություն տվեց Վիկտոր Կորշնոյին, Կորշնոյը մեկնեց Ցյուրիխ, Բելլան վերադարձավ Մոսկվա տղայի հետևից, որովհետև տղան մնացել էր Մոսկվայում։ Երբ որ Բելլան վերադարձավ Մոսկվա, սովետական, այսպես ասած, հատուկ ծառայությունները միանգամից այսպես ընկան Բելլայի հետևից, Բելլան այլևս չկարողացավ դուրս գալ Մոսկվայից հատուկ վերահսկողության տակ։
Շատ տարիներ պահանջվեց, շատ տարիներ, մինչև Բելլան կարողացավ մուտքի թույլտվություն ստանալ, վերցրեց որդուն, որ վերջապես պիտի հասնի ամուսնուն, մեկնեց Ցյուրիխում Բելլային դիմավորեց Վիկտոր Կորշնոյը, ապա հարձանի փաստաթղթերը ձեռքին երիտասարդ մի կնոջ ուղեկցությամբ, հրեա կնոջ ուղեկցությամբ։ Գայանեն այս ներողություն Իզաբելլան մնաց ձեռնունայն։ Այս կնոջ ճակատագիրը շատ դաժան եղավ, շատ դաժան, որովհետև բացարձակոտար երկիր այն ժամանակներում ԽՍՀՄ-ից այսպես եկած միայնակ կարողացավ հոգ տանել տղայի համար եւ միայնության մեջ էլ մահացավ Ցյուրիխում։ Կարշնոյ, այսպես ասած, լքեց ընտանիքը։ Իսկ Տիգրան Պետրոսյանի ճակատագիրը գնաց եւ հավասարվեց մեր Արամ Խաչատրյանի ճակատագրին։ Արամ Խաչատրյանն էլ կարծեմ առաջին կինը Ռամելն էր։ Էլի մենք հոսանքի խնդիր ունենք, այս ներողություն ժողովուրդ ջան, մատ հասկանամ ես ինչի է սենց լինում։ Ներողություն։ Ես չեմ հասկանում, ես ինչ հոսանքի խնդիր է։ Մի վարքյան ժողովուրդ ջան, ներողություն։ Անընդհատ ինչ-որ մի բան այսպես չեմ կարողանում հասկանամ, ես ինչի հետ է կապված ես։ Ոնց որ թե կարողացանք։ Ներողություն ժողովուրդ ջան։ Ուրեմն շարունակենք։ Բելլայի ճակատագիրը այսպես շատ վատ ընթացք ստացավ եւ ընթացքում Տիգրան Պետրոսյանը ամուսնացավ Ռոնա Ավինեզերի հետ, մեր Արամ Խաչատրյանը ամուսնացավ հրեա Ռամելի հետ, հետո բաժանվեցին եւ կարծեմ Նինա Մակարովն արդեն ռուս էր, եթե հրեական ծագում չուներ, իհարկե, երկրորդ կնոջ մասին է խոսքը։ Այստեղ այդ նուրբ անցումը, սիրելի ժողովուրդ, կամավոր գերությունից ընտրության։ Ինչպես եղավ, որ մեր ժողովրդի լավագույն գեները գնացին հրեաներին, հրեաների գեները չեկան հայերին, այսինքն ինչպես դարձավ, որ Գայանե Անանյանը դարձավ Գաննա Բոտվիննիկ, Իզաբելլա Մարկարյանը դարձավ Բելլա Կորշնայա, իսկ Ռոնա Ավինեզերը չդարձավ Ռոնա Տիգրանյան, թեև ես չգիտեմ ինչ պիտի լիներ, եթե դառնար։ Ես ուզում եմ ձեզ համեմատության համար պատմել հետաքրքիր մի թեստի մասին, այսպես մի քիչ անցնենք այս թեստի, այս թեստով անցնենք, եթե կարելի այդպես ասել, հա։ Ուրեմն 1921 թվականին նույն Ցյուրիխում Հերման Ռորշախ, այսպես երիտասարդ կարելի ասել, հոգեբան էր, բավական երիտասարդ էլ մահացավ, այս տղան 37 տարեկանում ինչ-որ ինֆեկցիոն հիվանդություն էր, ստամոքսի, չգիտեմ, ենթագեղձի հետ կապված, սա կարևոր չէ։ Բայց 21 թվականին, երբ որ ընդամենը 36 տարեկան է Ռորշախը, ուրեմն մշակեց եւ ստեղծեց այն թեստը, որը այսօր կոչվում է Ռորշախի սև կետերը։ Ինչ էր արել Ռորշախը։ Ուրեմն 10 նկարներից բաղկացած ինչ-որ թեստ է, այս թեստը, եւ 10 նկարների վրա սև կամ կարմիր կամ գունավոր, այսպես նայած ինչ աստիճանի մասին է խոսքը, թանակով ուղակի այսպես абստրակտ պատկերներ են, բծեր, ուղակի պատկերներ, այսպես խփել են, վրձնել են, հա, ինչ-որ абստրակտ պատկերներ, 10 պատկերներ եւ դա դարձել է Ռորշախի թեստը։ Ինչ էր անում Ռորշախը։ Ուրեմն նստում էին մարդիկ, Ռորշախը ընդամենը շատ պարզ էր, շատ պարզ էր։ Հարց էր տալիս, ասում էր, ինչ եք տեսնում դուք այս պատկերում ոչինչ չկար, պարզապես վրձնած ինչ-որ абստրակտ պատկերներ էին։ Եվ պատասխաններից ով ինչ էր տեսնում, այսպես երևակայության աստիճանի նայելով, հա,
հետո կարծեմ նոր տերմին նույնիսկ այս մարդը բերեց, հա, կոչվում էր պարապսիխոլոգիա, չգիտեմ, այս մոտավորապես այս կարգի տերմին։ Ինչ էր անում այս մարդը։ Սև կետեր, նայում էին մարդիկ կետերին, մեկն ասում էր ինչ եք տեսնում սև կետին, եւ մեկն ասում էր ես ձի եմ տեսնում, մեկն ասում էր ես թիթեռ եմ տեսնում, մեկն ասում էր ես մարդ եմ տեսնում, մեկն ասում էր կռիվ պատերազմ, չգիտեմ, մարդկանց երևակայությունը այսպես վերլուծելով պարզ էր դառնում, թե ինչ կարգի են մտածում մարդիկ, ինչ ներքին կոնֆլիկտներ ունեն մարդիկ եւ ինչ միջանձնային խնդիրներ կա մարդկանց միջեւ, որոնք կարելի է լուծել։ Ես ուզում եմ պարզ հարց տալ մեր ժողովրդին, երբ որ դուք նայում եք մեր պատմությանը, երբ որ դուք նայում եք Տիգրան Պետրոսյանին, երբ որ նայում եք Գայանե Անանյանին, երբ որ նայում ենք Արամ Խաչատյանին, սրանք անխոս մեծություններ են, որոնց հետ ամբողջ աշխարհը հաշվի է նստում, ճանաչում են այս մարդկանց խոսքը, նրանց արածի խոսքը, նրանց ժառանգության մասին չէ, խոսքն այստեղ տեսակի մասին է։ Այսինքն, երբ որ եկավ այն պահը, երբ որ ազատություն տրվեց հայերին, որ կարող եք արդեն կերտել ձեր ճանապարհը, խոսքը 1991 թվականի մասին է, ինչպես ամերիկացի մեծահարուստի այսպես ստրուկները ընդամենը 5-6 հոգին գնացին ազատության ճանապարհով, մնացածն ասացին, ապա ուր գնանք, տեղ չունեն գնալու։ Հիմա, եթե Ռորշախի տեստով նայենք, ինչ էիք տեսնում դուք 1991 թվականին, երբ որ նայում էիք Հայաստանի քարտեզին։ Մեկը կռիվ էր տեսնում, մեկը պատերազմ էր տեսնում, մեկը անկախության հռչակագիր էր տեսնում, մեկը ազատություն էր տեսնում։ Այս հոգեբանական թեստի վրա իմիջիալոց սա շատ լուրջ հարցեր լուծեց, հա, Ռորշախից հետո բավական երիտասարդ մահացավ տղան 37 տարեկանում, բայց նրանից հետո այս թեստը շատ հարցեր է լուծել տարբեր ոլորտներում։ Այստեղ խոսքը կամավի ընտրության մասին էր։ Գերությունը, երբ որ դու ոչինչ չես կարող անել Օսմանյան կայսրության լծի տակ, Պարսկաստանի լծի տակ, Բյուզանդիայի, Ռոմեական կայսրության, չգիտեմ սրա, չգիտեմ նրա, բայց երբ որ եկավ հասավ ընտրության պահը, երբ որ դու արդեն ազատ էիր, սիրելի մարդ, ինչ էիր տեսնում դու նայելով այդ абստրակտ պատկերին, սովետական միությունը փլուզվել է, Հայաստանում արդեն պատերազմի մեջ են, չգիտեմ, սև վրձնած абստրակտ մի կերպար, որից հայտնի չէր ինչ է դուրս գալու։ Այսինքն, երբ որ դու նայում ես պատկերին Ռորշախի այդ թեստով, այնտեղ հստակ գծված որևէ բան չկա։ Այսինքն թիթեռ չի նկարած, որ դու նայես, ասես թիթեռ։ Абստրակտ պատկեր, մարդը ընդամենը երևակայությունն էր փորձում հասկանալու համար առողջ մտածելակերպը եւ հիվանդ մտածելակերպը եւ ցույց էր տալիս, ասում էր, ինչ եք տեսնում դուք։ Մեկն ասում էր աղբորը սպանում, ասում լավ, ուրեմն այս մարդու հոգեբանությունը հիվանդ է։ Մեկն էլ ասում էր, ես սա абստրակտ պատկերը ուղղակի երևակայությունով, չգիտեմ, ինչ-որ մեքենա եմ տեսնում, առողջ երևակայությունը դրա մեջ տեսնում էր հնարավորություններ, հիվանդ երևակայությունը դրա մեջ տեսնում էր ստրկություն։ Այսինքն, մարդու վախերը, մարդու չկայացած այսպես կոմպլեքսները, այս ամենը արտահայտվում էր Ռորշախի տեստով։ Հիմա եթե Ռորշախի տեստը մենք տանենք 1991 թվականին Հայաստանի Հանրապետության անկախության մասին հռչակագրի, այսպես ասած, ակունքներում դնենք, ասենք սիրելի մարդ, մինչև հռչակագրին այո կամ ոչ ասելը, որովհետև այդ այո ասողների գերակշիռ մասը, մի շատ մեծ մաս, ես չեմ կարող այսպես թվով ասել, մինչև այսօր մնացին սովետական, սոցիալիստական հանրապետությունների լծի տակ եւ որևէ տեղ չեն ուզում գնալ։ Սովետական միությունը գրեց, ստորագրեց, ասեց սիրելի հայեր, սիրելի մնացած հետ մենք գործ չունենք, Ադրբեջան, Վրաստան, կարևոր չեն մնացած հանրապետությունները։ Կոնկրետ Հայաստանի սիրելի հայեր իմ ժամանակը եկել է, ինձ տանում են թաղելու, սովետական միությունը մահացավ, հայտարարեցին, ասեցին ԽՍՀՄ չկա, Գորբաչովը մնաց գործազուրկ, մի բան էլ նպաստ պիտային այդ մարդուն, հա, աշխատանք չուներ այդ մարդը։ Ահա ձեր թուղթը, դուք ազատ եք, օրինակի համար։ Հայերը գնացին, ասեցին, դե լավ, ազատ ենք։ Ես չգիտեմ, կա որևէ մեկը Հայաստանում, որ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրին ասել է ոչ, գուցեև կան, չգիտեմ, բայց այո
ասողների գերակշիռը մասը կարճ ժամանակ անց հասկացավ, որ ինքը ոչինչ չի կարող անել, որովհետև այդ абստրակտ պատկերը, որ տվել էին իրեն, ինքը դրա մեջ ազատություն չէր տեսել։ Առողջ մտածելակերպը գնալով պակասեց։ Մարդիկ, որոնք դրա մեջ հնարավորություն տեսան, Գյորգիսյան Մոսին դրա մեջ հնարավորություն տեսավ, Լեոնիդը դրա մեջ հնարավորություն տեսավ, Մոնթեն դրա մեջ ազատություն տեսավ, երբ որ կռիվ էին տալիս, երբ որ պայքարում են, այստեղ անունները կարևոր չի։ Բայց մարդիկ, որոնք հասկացան, որ առանց սովետական միության իրենք ոչինչ չեն կարող անել, որտեղ մեծահարուստը իրենց կերակրում էր, իրենց պահում էր, շորերը տալիս էր, ճիշտ ընդամենը մի կտոր հաց էր տալիս, 2 կոպեկ փող էր տալիս, աշխատում էին, բայց գոնե տունն ունեին, գոնե տեղն ունեին, գոնե հարևան ռանչոներից չէին գալիս, իրենց չէին հարստահարում, բայց երբ որ ամերիկացին ասաց, ես ձեզ ազատություն եմ տալիս, ստրուկները վախեցան, ասեցին, բա մենք ուր ենք գնալու, բա մեզով պիտի տիրություն ունենք, բա մեզով պիտի պահի, բայց եթե անկախության հռչակագիր այսպես համեմատելու լինենք, եթե այդ ամերիկացին այսպես ասած կարդաց անկախության հռչակագիրը, մարդկանց ազատությունը տվեց, թուղթը տակը ստորագրեց, մարդիկ բոլորն ասեցին, այո, բայց ոչ մի տեղ չգնացին, սիրելի ժողովուրդ, սա կոչվում էր կամովի գերություն։ Եթե հազարամյակներ առաջ հետ գնանք, եթե նայենք Պարսկաստան, Օսմանյան կայսրություն, Հնդկաստան, մեր ժողովրդի զավակները, կանայք ամուսնանում էին օտարազգիների հետ, տղամարդիկ ամուսնանում էին օտարազգիների հետ։ Այստեղ ամուսնական խնդիրների մասին չի խոսք, այստեղ գենային խնդրականություն, սեռական խնդրականություն իմ համար կարևոր չի։ Մարդը մարդուն ընտրել է, կարող է, չգիտեմ, աշխարհի երեսին ով ուզում ընտրում է։ Հարցը ամուսնության մասին չի։ Հարցը այն ընտրության մասին է, երբ որ դու գալիս ես եւ ընտրում ես ում պիտի փոխանցես այդ գեները։ Տամ պորտուգալացիներին, տամ իսպանացիներին, տամ չինացիներին, տամ մեքսիկացիներին, տամ հրեաներին։ Հայերն էլ գալիս են այդ ժամանակը վերցնում են, ընտրում են, ասում են, ում տանք մեր գեները, եկեք տանք հրեաներին։ Հազարամյակների պատմությունը, որ նայենք, սիրելի ժողովուրդ, շատ տաղանդավոր է ժողովրդի, այսպես ասած, գենետիկ հիշողությունը խմբագրվել է։ Գիտեք, այդ այսօրվա ժամանակակից լեզվով ասեմ, այս դիսկերը որ կան, այդ կամպյուտերների, մենք hard disk ենք ասում դրանց, դրանց վրա անverջ ինֆորմացիա կարող ես դնել, անverջ ինֆորմացիա, բայց երբ որ դնում ես մի ինֆորմացիա, դու պիտի հասկանաս, որ դրա այդ ինֆորմացիան գրվում է արդեն եղածի վրա։ Հաջորդ անգամ, եթե դու քո համակարգիչը անջատես եւ նորից միացնես, արդեն նոր գրված ինֆորմացիան է, մինչև այն ժամանակ, երբ որ ուրիշ մի նոր ինֆորմացիա կփորձես դնել այդ hard disk-ի վրա եւ արդեն նախորդը կկորի, որովհետեւ անսահմանափակ տարածություն չկա, գոյություն ունի այսքան դիսկ, այդ դիսկի վրա երբ որ դու ամեն անգամ գրում ես նոր ինչ-որ մի բան, դու պիտի հասկանաս, որ հինը արդեն ջնջվում է։ Այսպես հազարամյակների ընթացքում այս ժողովրդի մասին գենետիկ հիշողությունները ջնջվել են, ընդհանրապես ջնջվել են։ Հերիք չի, որ Ռոնա Ավինեզերները չդարձան Ռոնա Պետրոսյան, մի բան էլ Տիգրան Պետրոսյանից գնաց Ռոնա Ավինեզերին։ Հասկանում եք, ես չեմ ասում Գայանե Անանյան, ես չեմ ասում Իզաբելա, այս օրինակները միլիոնավոր օրինակներ կան։ Հետո ասում են, որ մենք անհիշելի ժամանակներից 3 միլիոնից չենք ավելանում, չգիտեմ 1900 թվականներից։ Եթե վերցնենք ԽՍՀՄ կարգեր հաստատելուց մինչև 3 միլիոնից չեն ավելանում այս ժողովուրդը։ Ժողովուրդներ կան արդեն գնացին միլիարդ հասան, չգիտեմ ինչ, մի հետաքրքիր ինչ-որ ֆենոմենալ, այսպես ասած, ես չգիտեմ ինչի արդյունքում հայ ժողովրդի թիվը չի աճում, գոնե Հայաստանում բնակչության թիվը 3 միլիոնից ենկом չի գնում, հիմա 3 միլիոն էլ չկա։ Արտագաղթում են, գալիս են, գնում են, գալիս են, պատերազմ, խաղաղություն, չգիտեմ ինչ, բայց չի աճում այդ թիվը։ Սովետական միության շրջանում էլ չի աճել այդ թիվը։ Ես ոնց հիշում եմ ես 2 միլիոն 600,000, 2 միլիոն 700,000, 2 միլիոն 800,000, 3 միլիոն, չգիտեմ, մոտավոր էսպես հաշվարկներով։ Իսկ եթե վերցնենք այդ խառը ամուսնությունների ընթացքում այդ
հանճարեղ մարդկանց գեները, դու կզարմանաք իմանալով ինչ հանճարեղ հայեր են ապրել աշխարհի երեսին, որոնց մասին ինֆորմացիան սրբագրվել է, երբ որ դրա վրա գրվել է նորը։ Դրա համար եկել ենք լեն ու բոլ դարում, ասում են մենք 3 միլիոն ենք, 3 միլիոնից ավել չենք։ Եթե այսպես բռնի գաղթերը հաշվի առնենք, բռնի մահմեդականացումը հաշվի առնենք, դեռևս Պարսկաստանում, երբ որ Օսմանյան կայսրության մասին խոսք էլ չկար մեր թվականությունից առաջ, եթե Հնդկաստանում ապրած մեր ժողովրդի, այսպես ասած, մեղմ ասած կրոնափոխությունը հաշվենք, որովհետև եղել են մերոնցից շատերը, որ կրոնափոխ են եղել։ Եթե այս գեներով հետ գնանք եւ հանկարծ ինչ-որ հրաշքով կարողանայինք վերականգնել տոհմածառը, ես չգիտեմ ինչ 100 կամ ինչ 200 միլիոնի մասին խոսք կլիներ, եթե հայերի թիվը հաշվի առնենք ամբողջ աշխարհում։ Ես երևի թե թիվ էլ չեմ ասում, երևի թե շատ քիչ թիվ եմ ասում, բայց ահա ինչպես խմբագրվեց այդ պատմությունը, եւ Ռորշարխը գտել էր մարդու մեջ առողջ եւ հիվանդ դատողությունը պարզելու բանաձևը, ընդամենը абստրակտ մի նկար տալիս են քեզ Հայաստանի Հանրապետության քարտեզը, Հայաստանը պատերազմի մեջ է, 3 սովետական միությունը կա, այսօր սովետական միությունը չկա, անկախության հռչակագիրը կարդացել ենք եւ դու ասել ես այո, հիմա քո դեմ դնում ենք Ռորշարխի թեստը։ Ինչ ես տեսնում դու վաղվա համար կամ այսօրվա համար։ Պատկերացրեցիք, չէ՞։ Խոսքը 91 թվականի մասին է։ Ամեն ինչ նորմալ է, մենք երազել ենք 100-ամյակներով, երբ պիտի անկախություն ունենանք, անկախությունը տվել են, սովետական միությունը փլուզվել է, տեստը դրել են մեր առջև, ասում են ինչ եք տեսնում դուք։ Ազատության մասին թուղթը գրել է, ստորագրել է, ես չէի ասի դա ազատություն, սա ավելի շատ անկախության մասին էր, եթե ամերիկացի օրինակը վերցնենք, հա, ազատություն էր տալիս մարդկանց, գրում էր, ասում էր դուք էլ ստրուկներ չեք, դուք ազատ եք, բայց ազատն ու անկախը նույն բանը չէին։ Ստրուկները կարող էին դուրս գալ, այսինքն 6 հոգին էին ազատ, 6 հոգին էին երազում ազատության մասին, այս մարդիկ երբեք ստրուկ չեն եղել, սա կոչվում է բռնի գերություն, այսինքն հանգամանքների բերումով այս մարդիկ հայտնվել էին շղթաների մեջ, բայց այնքան ազատ էին, որ երբ որ շղթաները պոկվեց, այս մարդիկ միանգամից դուրս եկան։ Ամերիկացու ներողություններ, չգիտեմ այսպես ինչ եղավ, չգիտեմ հանկարծ դարձավ աստվածավախ, հետաքրքիր չէր, այս մարդիկ դուրս եկան։ Այս մարդիկ ազատություն էին ուզում։ Մնացած 24 հոգին կամ 25 հոգին կարևոր չէ, մնացին գերության մեջ, որովհետև այս մարդիկ ազատության մասին գաղափար չունեին կամ էլ չէին էլ ուզում ազատություն։ Այս նույն կերպ 1940-41 թվականներին ողջ Եվրոպայի տարածքով պարտիզանական կռիվներ, չգիտեմ ինչեր, Հիտլերի մասին է խոսքը, հա, Հիտլերի դեմ, Հունգարիա, Ռումինիա, այսպես ավելի շատ ֆաշիզմին են հարում իտալացիները, տո նույնիսկ անգլիացիները, մինչև 37-38, 30-ական թվականների առաջին կեսերին անգլիացիները, այսպես ասած, Ադոլֆի մտերիմ բարեկամներն էին եւ համարում էին նացիստներին, ասում են մի քիչ խելապակաս են նացիստները, բայց մարդիկ իրավունք ունեն ապրելու, թող ապրեն, որովհետեւ առաջին աշխարհամարտում մենք իրանց շատ ենք նեղություն տվել։ Եվ երբ որ Հիտլերը արդեն կամաց սկսեց այսպես ոտի տակ տալով անցնել Եվրոպան, երբ որ անգլիացիները հասկացան, երբ որ Ամերիկայում արդեն հասկացան, որ սա լուրջ, ես Հիտլերին համարում եմ հոգեկան հիվանդ ավանտյուրիստ, որովհետեւ երրորդ ռեյխի այս պրոպագանդան հիմնականում այսպես ավանտյուրա էր, մեծ ավանտյուրա էր, որովհետև Գերմանիան այդ ժամանակ չէր տիրապետում բավական ռեսուրսների, բավական ընդամենը վախի վրա, այսպես բլեֆի վրա կարողացավ գնալ, Ավստրիան վերցրեց, եկավ ասավ Չեխոսլովակիա, Սուդետների մարզը վերցրեց, բայց ողջ Եվրոպայի տարածքում, եթե այսպես ընդհանուր հաշվի առնենք, չեխերը այնքան սիրուն համակերպվել էին Հիտլերի ներկայությանը, նացիստների մի փոր հացի համար աշխատում էին, բայց գոհ էին այդ մարդիկ։ Հիտլերն ասում էր չեխերին, ուզում եք պետք չի ստրկացնել, ասում էր ընդամենը նրանց օրվա հացի բաժին ավելացրեք եւ նրանք կենթարկվեն, ամեն ինչ կանեն։ Չեխերն աշխատում էին այնպես երրորդ ռեխի համար, որ իրենց համար չէին արել դա ժամանակին։ Եվ այսպիսի մի փաստ կա, եւ սա փաստ է իհարկե, որ երբ որ Կարմիր բանակը մտնում է Չեխոսլովակիա, ասում է չեխերի
ու չեմ կարող ասել մեծամասնություն կամ փոքրամասնություն, բայց զգալի մի զանգված այսպես գլուխները թեքը մերյանի դուք էիք պակաս դուք եկաք։ Երրորդ ռեխի ընկնելուց հետո, ֆաշիզմի կապիտուլյացիայից հետո, Մուսոլինիի այդպես ընկնելուց հետո, ֆաշիզմի դեմն առնելուց հետո աշխարհում Չեխոսլովակիայում կարմիր բանակին ընդունեցին այսպես մեղմ ասած դժկամությամբ իբր լավ էր էլի Հիտլերի ժամանակ։ Ընդամենը մի կտոր հաց էին տալիս աշխատում էին։ Հիմա եթե չեխերին ազատություն տային, ուր էին գնալու չեխեր, ասում են ինչ ուր են գնալու։ Շուրջ բոլորը թշնամիներ են, ուր են գնալու, մարդը մեզ սպահում է, էլի ասենք թող մի երկու մի քիչ էլ ջղայն, հա, մի քիչ էլ խոսում, հա, չգիտեմ այս կարգի, հա։ Եվ արմատական այս փոփոխությունների օրը 1991 թվականի անկախության հռչակագրի մասին հանրաքվեի օրն էր, երբ որ մարդիկ գնացին եւ մտածում էին գրի չենք վերցրել, տակա կգրենք այո կամ ոչ, դե հիմա ինչա փոխվելու, այո կամ ոչ։ Մարդիկ գրեցին այո։ Ու ես երեխա, ես իհարկե չեմ մասնակցել այդ հանրաքվեին, ես դրա իրավունքը չունեի։ Բայց նրանք, ովքեր մասնակցել են այդ հանրաքվեին, դրանց մի գերակշիռ մաս ընդամենը մի քանի տարի հետո եւ մինչեւ հիմա պիտի գոռար Երանի սովետը հետ կար։ Ես անձնական այսպես հակակրանք այն օրը մեկ ինձ անձնական այսպես նամակով էր գրել, ասում եմ ես չեմ հասկանում ինչ ունեք դուք կոմունիստների դեմ, ես կոմունիստների դեմ ոչինչ չունեմ, ինձ հետաքրքիր չեն կոմունիստները։ Այստեղ խոսքը ոչ թե համակարգի մասին է, կոմունիստ չլինեն, թող լինեն, չգիտեմ, ամերիկացի, կոմունիստ չլիներ, թող լիներ կապիտալիստ, ամերիկացի չլիներ, թող լիներ հնդիկ, այստեղ խոսքը դրա մասին չի։ Ամերիկացի մեծահարուստը կարող էր լինել հնդիկ մեծահարուստ, հնդիկը կարող էր լինել չինացի, կարևոր չի սա, բայց օրը երբ որ եկավ, կոմունիստ կլինի, թե չգիտեմ, կապիտալիստ կլինի, երբ որ քեզ տվեց այդ ազատության փաստաթուղթը, գրեց պաշտոնապես, գրեց, որ աշխարհում քեզ ճանաչեն, որ դու ուր էլ գնաս, այդ թուղթը դեմ տաս, որ դու ազատ մարդ ես, դու ստրուկ չես։ Դու վերցրեցիր տակը, գրեցիր, ասեցիր, այո եմ ասում Հայաստանի Հանրապետության անկախության մասին հռչակագրին, բայց մի շաբաթ հետո ասեցիր ուր է սովետը։ Ու մինչև այսօր կասեն ուր է սովետը, այստեղ սովետը լավն էր, սովետը վատն էր, Բրեժնևն ինչ արեց, Ստալինն ինչ արեց, այդ կարևոր չի։ Այս պատմական փաստերին եթե հանկարծ անդրադառնալու լինենք, այդ կապիտալիստն ու կոմունիստը նույն ոնց ասեմ, նույն կոպիտ կհնչի, բայց պիտի ասեմ նույն պոռնակության երկու ծայրերն էին։ Թե կապիտալիստը, թե կոմունիստը, մեծ հաշվով նրանք էլ էին այնպես։ Այստեղ հարցը կոմունիստի ու կապիտալիստի մասին չէր խոսք, ինչ էր կատարվում ԱՄՆ-ում, մինչև 30, 40, 50-ական թվականները դեռևս սևամորթներ, այնտեղ դեռևս ստրկությունը մնացել էր։ Կանանց ընդհանրապես հաշվի չէին առնում, Պարսկաստանում ինչ էր կատարվում, նույն Հնդկաստանում ինչ էր կատարվում, հարցը դրա մասին չի։ Ցարական Ռուսաստանում ինչ էր կատարվում, հայերն ինչ էր արեցին, խոսքը երբ որ քեզ տալիս են ազատության իրավունքը, երբ որ քեզ տալիս են փաստաթուղթը գրված, ստորագրված, որ դու ազատ մարդ ես, եւ բացի այդ ազատության գաղափարից քեզ մի հատ էլ պաշտոնական փաստաթուղթ են տալիս, որ Հայաստանի Հանրապետությունը հայտարարում եմ անկախ հանրապետություն։ Ես ճիշտ է երեխայի, բայց հիշում եմ ինչ ոգևորությամբ ընդունեցին, ինչ էր կատարվում, մի տոնախմբություններ, չգիտեմ ինչ էր ուտում էին, խմում էին, չգիտեմ, հայերի սովորույթը։ Եկեք գնանք նշենք, ինչ էին նշում։ Մի աշի կարաղ առնում էին, նստում են անկախություն նշելու։ Բացարձակ գաղափար չունեն, թե ինչ է նշանակում անկախությունը եւ այդ անկախությունը ինչպես պիտի նշել արաղով։ Տո արաղով են անկախությունը նշում։ Այս մարդիկ ազատության մասին գաղափար չունեին, այս մարդիկ ճիշտ ասեցին, այո, շատ գերակշիռ մասին է խոսքը, շատ քչերը գնացին ազատության ճանապարհով եւ այդ քչերի բերանները փակվեց, այդ քչերի դեմն առան։ Սովետական միության, այսպես ասած, իրավահաջորդը իհարկե թույլ չէր տալու ազատություն, անկախություն խնդրեն, բոլորն էլ անկախացան, բայց ազատություն ոչ մեկը չստացավ։ Մի քիչ այդ Մերձբալթյան հանրապետություններից, այսպես ասած, թևը քաշեց, որովհետև Մերձբալթյան հանրապետությունները, այսպես թե այնպես Հիտլերը գալիս էր դրանց հետևից այն ժամանակ, հա։ Ես կարծեմ անցյալ անգամ ասեցի, որ Մերձբալթյան հանրապետություններում, երբ որ լսեցին, որ Հիտլերը հրեաների դեմ որս է հայտարարել, իրենք սկսեցին կոտորել իրենց հարևաններին, իրենց, չգիտեմ,
Մերձ Բալտիկայում։ Մերձ Բալտիկայում լատիշներն այնքան հրեաներ են կոտորել, սիրելի ժողովուրդ, թվերի մասին չի խոսք, այստեղ կարևոր չի 5 միլիոն, 6 միլիոն, 1 միլիոն, մեկը կասի այսպես, կարևոր չի, այս թվերի մասին չեմ խոսում։ Խոսքը հարևանի մասին է, որի հետ 100 տարի ապրել էին, կամ 20 տարի, կամ 50 տարի։ Մերձբալթյան հանրապետությունները մի անգամից ազատություն ստացան Եվրոպայում, Ռումինիա, Բուլղարիա, Հունգարիա, այս մարդիկ սկսեցին կոտորել իրենց հարևաններին։ Հիտլերը չէր մտել այնտեղ, Հիտլերը ընդամենը ազատություն էր տվել, ասել էր ես գալիս եմ։ Հրեաներին կոտորեք, եւ ոչ միայն հրեաներին, ցիգաններին, ինչ արեցին։ 100,000-ներով ցիգաններին կոտորեցին, հայերն էլ կան այդ լծի տակ։ Էթնիկ զտումներ, մարդը բարձր ռասա է, անկախ ամեն ինչից, անկախ այդ, գիտեք, Ստալին, չգիտեմ, ինձ հետաքրքիր չի, ԽՍՀՄ, սովետական միությունը այսպես կարևոր չի, բայց Հիտլերը, այ անձամբ ինձ համար, այս մարդը պատմության, համաշխարհային պատմության մեջ ամենամարդակ կերպարն էր երևի։ Անձնական այսպես ամբիցիաներով, ավանտյուրայի եւ բլեֆի վրա ինչ որ բարձրագույն ռասաներ երազելով, երրորդ ռեխը 80 միլիոն մարդու գլուխ կերավ։ Եվ սրանից ամենաշատ տուժեց սովետական միությունը, չի կարելի հաշվի չնստել սրա հետ։ Իմ պապը, ձեր պապերը, սիրելի հայեր, այն ժամանակ գնում էին հայրենիքի համար պատերազմելու։ Այդ մարդիկ չգիտեին, որ հայրենիքը Հայաստանն է, այդ մարդկանց համար հայրենիքը ԽՍՀՄ-ն էր։ Սովետական պրոպագանդան այդպես աշխատում էր, սովետական պրոպագանդան բոլոր երկրների համար նույն էր, զա Ռոդին ու զա Ստալինա, բայց կարողացան ֆաշիզմի դեմն առնել ու տեսեք ինչ գներով։ Այ գիտեք, սրա համար շատ խորամանկ վարվեց Ստալինը, շատ խորամանկ վարվեց, երբ որ Յալտայի կոնֆերանսի ժամանակ այդ համաժողովին, երբ որ Չերչիլը եւ Ռուզվելտը պիտի գային եւ եկան, իմիջիալոց Ռուզվելտը արդեն շատ ծանր հիվանդ էր, մի կերպ էր հասել սովետական միություն, իմիջիալոց այս մարդկանց ինքնաթիռները, երբ որ մտան ԽՍՀՄ տարածքում այս մարդկանց ինքնաթիռները օդում դիմավորեց եւ բարեհաջող հասցրեց տեղ ավիացիայի մարշալ Արմենակ Խամփերյանցը, այն ժամանակ Սերգեյ Խուդյակովը։ Սրա համար անգամ մրցանակ ստացավ եւ Ռուզվելտի անձնական շնորհակալությունը։ Բայց երբ որ ինքնաթիռներն ասան Ռուսաստան, Յալտայում նախատեսված համաժողովը հանկարծ պարզվեց, որ պիտի ինքնաթիռներն իջնեն Սակի։ Կարծեմ ես խոսել եմ սրա մասին, բայց մի անգամ էլ կասեմ։ Ռուզվելտը եւ Չերչիլը լավ տեղյակ էին սովետական միության քարտեզին, առավելապես Ղրիմին տեղյակ էին շատ լավ։ Ասացին, բայց Յալտայում էլ կա օդանավակայան, մեծ քաղաք է Յալտան։ Ինչ Սակի։ Խուդյակովն ասաց ինձ այդպես է հրամայված, ձեզ պիտի տանեմ Սակի, ինքնաթիռներն իջան Սակի։ Սակիում մեքենաներ տրամադրեցին, որ պրեզիդենտները մեքենաներով գնան Յալտա։ Ռուզվելտը եւ Չերչիլը առայժմ չէին հասկանում, իհարկե նրանց Մոլոտովը դիմավորեց, Ստալինը չկար, Ստալինը իրեն թույլ էլ չէր տալու գար հասներ Սակի նրանց դիմավորելու, Ստալինը Կրեմլում նստած էր։ Մոլոտովը նրանց դիմավորեց, նստեցին մեքենաները, որ գնան Յալտա։ Ես չգիտեմ ճանապարհը, անկեղծ ասած, քանի 100 կիլոմետր է կազմում, երևի թե մի 2, 3 կամ 4 ժամվա ճանապարհ, բայց հաշվի առնելով այդ ժամանակ սառը ձմեռներ նոր էր նահանջում, սառը եղանակ էր, քամիներ, փոթորիկներ, կարծեմ մի 6-7 ժամ ճանապարհ գնացին եւ ամբողջ ճանապարհին Ստալինը հրամայել էր չհավաքել զոհվածների դիերը։ Այս ճանապարհը Ստալինը կազմակերպել էր նրա համար, որ Չերչիլը եւ Ռուզվելտը տեսնեին, թե ինչ է կատարվել Ղրիմում, սա ընդամենը փոքր օրինակ է, եւ երբ որ հասան Կրեմլ, Ստալինը նրանց ասաց. դուք ճանապարհին աջ եւ ձախ նայեցիք, որևէ մեկդ չեք կարող պահանջել Գերմանիայից կամ չգիտեմ ինչից ավելին, քան սովետական միությունը, որևէ մեկդ ավելի չեք տուժել, քան սովետական միությունը, եւ դա իրոք այդպես էր։ Սովետական միությունը շատ տուժեց այդ Հիտլերի դեմ պատերազմում։ Հիմա ես չգիտեմ որքանով այդ Ռորշախի թեստը, այսպես ասած, հասկանալի դարձավ ձեր համար, սիրելի ժողովուրդ, 91 թվականին մենք գտնվում էինք ոչ ստաբիլ
վիճակում։ 91 թվականին, երբ որ նայում էինք Հայաստանին, ստաբիլ ոչինչ չէինք տեսնում էինք սովետական միության փլուզում, պատերազմներ, արդեն զոհեր կային, Կիրովա-Բաթենկյան, Բաքվի ջարդեր, չգիտեմ ինչեր, այս կոմենկոմ, պատերազմը նոր էսպես գնում էր, բանակ չունեինք, զորք չունեինք, փաստացի սովետական բանակներ դեռևս, նոր պիտի բանակ ունենայինք, պիտի զենք ունենայինք, պիտի չգիտեմ փող ունենայինք, սա կարևոր չի, հետո դրամը պիտի փոխեին, ռուբլին փոխեին դրամի։ Եվ այդ ամեն ինչի մեջ անկախության հռչակագիր մարդկանց ասացին Ռորշախի տեստով, ինչ եք տեսնում դուք, երբ որ նայում եք Հայաստանի Հանրապետության քարտեզին այսօր։ Առողջ դատողությունները տեսան ազատության հնարավորություն, հիվանդ դատողությունը տեսավ հին ստրկություն։ Եվ այդպես էլ մնաց։ Ես կրկնում եմ, սիրելի ժողովուրդ, հարցը այստեղ նրա մասին չէր, որ իտալացին ամուսնացավ ֆրանսիացու հետ կամ չգիտեմ ֆրանսիացին գերմանացու հետ, գերմանական օկուպացիայի ժամանակ, երբ որ ընդհանրապես մի քանի օրում օկուպացրեցին Ֆրանսիան, ֆրանսիացիները իմիջիայլոց ֆրանսիացիները կարելի է այդպես էլ ասել, որտեղ պատերազմի այդպես մեծ թատերաբեմը, եթե հաշվի առնենք, մատները ինչ տվեցին, պարզապես ձեռները բարձրացրեցին։ Հիտլերը շատ հանգիստ մտավ Ֆրանսիա, շատ հանգիստ, առանց որևէ չգիտեմ ինչի, հետո Ստալինը սա հիշեցրեց, իհարկե Չերչիլին ասաց, Ֆրանսիան ոչ մի իրավունք չունի կոչվելու հաղթողների կազմում մտնելու որպես դաշնակից, բայց Չերչիլի այս քաղաքական ինչ-որ պահանջներ կար, խաղեր կար, ես սրա մասին չեմ ուզում խոսել, Չերչիլի հենց առաջարկով Ֆրանսիան դարձավ 4-րդ կողմ, այսինքն ԱՄՆ, Անգլիա, ԽՍՀՄ եւ Ֆրանսիա, իբր թե Ֆրանսիան էլ այդ դաշնակիցների հետ հաղթել էր ֆաշիզմին, բայց Ֆրանսիան ոչինչ չէր արել ֆաշիզմի դեմ։ Ուրեմն, երբ որ գերմանացիները օկուպացրեցին Ֆրանսիան, ընդամենը 1 տարի հետո ֆրանսուհիների գերակշիռ մասը ամուսնացել էր արդեն իրենց օկուպացրած գերմանացիների հետ, ինչպես եւ չեխերը։ Սա բռնի գերություն չէր, սա շղթաներ չէր, սա կամովի ընտրություն էր։ Կամովի ընտրություն էր, երբ որ մեր հռչակավոր, ես կրկնում եմ, այս մարդկանց անունին որևէ մեկը բարոյական իրավունք չունի ինչ-որ բան ասելու, կամովի ընտրություն էր, երբ որ Տիգրան Պետրոսյանն ամուսնանում էր Ռոնա Ավինեզերի հետ, կամովի ընտրություն էր, երբ որ Գայանե Անանյանը եւ Բելլա Մարգարյանը ամուսնանում են Կարշնոյի եւ Բոտվիննիկի հետ, նրանք կդառնան համաշխարհային հռչակ ունեցող գրոսմաստերներ, հայ կանայք կդառնան ռուս ազգանունները կրող եւ նրանցից որևէ հիշատակ չի մնա, եթե չքանդենք, եթե չիմանայինք, որ Բոտվիննիկին ԽՍՀՄ կազմում աշխարհի առաջին չեմպիոն դարձել էր նրա կինը, Պոլիտեխնիկական ինստիտուտի տնօրեն Դավիթ Անանյանի դուստր Գայանե Անանյանը, որը դարձավ Գաննա Բոտվիննիկ, իսկ Բելլա Կորչնայան այդպես էլ միայնության եւ աղքատության մեջ մահացավ, որպես Բելլա Կորչնայա եւ չդարձավ Իզաբելլա Մարգարյան կրկին։ Նրա որդու ճակատագրի մասին չեմ ուզում խոսել, Ցյուրիխում ինչեր եղավ, Կորչնոյը ինչպես դավաճանեց, խոսքն էստեղ գենի շարունակության մասին էր, ինչն էր կամովի ընտրություն, ինչն էր կամովի գերություն։ Այն ժամանակ, երբ որ մենք պիտի ընտրեինք, երբ որ ազատ էինք ընտրության մեջ, երբ որ մենք կարող էինք ինչ-որ բան փոխել, երբ որ մեզ տվել էին փաստաթուղթը, որ դու կարող եք արդեն դուրս գալ, գնալ գերությունից եւ ազատ եք, մենք որոշեցինք մնալ գերության մեջ։ Այս սրա մասին էր խոսքը։ Եվ Ռորշախի թեստը առավելապես, այսպես ասած, հզոր թեստ է, ես չեմ ուզում մանրամասները դրա, այսպես ասած, պարահոգեբանության մեջ են օգտագործում, չեմ ուզում դրա մասին խոսել, եթե հետաքրքիր լինի, դուք հետո կբացեք, կկարդաք խոսքն, այստեղ կամովի, ընտրությունն արդեն իսկ կամովի, այսինքն եթե քեզ տալիս են ընտրության հնարավորություն եւ դու մի բան ընտրում ես, սա նշանակում է, որ սա արդեն բռնի չէ, բռնի դա չի լինում ընտրություն, բռնի դա լինում է ստիպողաբար, այսինքն եթե չգիտեմ Բելլային վերցնեն եւ ասեն, գիտես, ինչ դու ստրուկ ես, դու իրավունք չունես ընտրություն անելու, դու պիտի ամուսնանաս Վիկտոր Կորշնոյի հետ, Բելլան այստեղ ոչինչ անել չէր կարող, բայց Բելլան ընտրեց Վիկտոր Կորշնոյին։ Հիմա կրկնում եմ նորից թյուրիմացություններից խուսափելու համար,
ճիշտ միտքը հասկանալու համար խոսքը մարդկանց ամուսնությունների մասին չէ, ով ում հետ ամուսնացավ, այստեղ մարդը ազատ էր ընտրության մեջ, ինչ ուզում է թող անի, մարդ ուզում է, չգիտեմ, սևամորթ կուզի, չինացի կուզի, հնդիկ կուզի, նույնը հնդիկները, չգիտեմ, մեզտեղ տեսեք ինչ է կատարվում, ֆրանսուհիները սևամորթներն են նախընտրում, չգիտեմ, սևամորթները կարևոր չի, բայց կրկնում եմ, եթե դու մի անուն ազգանունի վրա Դավիթ, Անանյան, Տիգրան, Պետրոսյան, Իզաբելա, Մարգարյան, Արամ, Խաչատրյան, մեր Արշիլ, Գորկի, Ոստանիկ, Ադոյան, եթե դու այս մարդկանց անունների վրա դնում ես ուրիշ մի գեն, որից ծնված երեխաներ արդեն պիտի ժառանգեն այդ գենը, եթե դու դնում ես ուրիշ անուններ այս մարդկանց վրա, դու պիտի հասկանաս, որ այս մարդկանց մասին ինֆորմացիան խմբագրվում է, այսինքն այս անտեր մնացած դիսկը չի կարող նոր ինֆորմացիան տեղավորել արդեն եղածի կողքին, դիսկը գրում է այդ ինֆորմացիան արդեն եղածի վրա, այս հազարամյակների մեր պատմության մեջ արդեն եղածի վրա գրվել է հազարավոր ինֆորմացիա, որը մերը չի եղել, հրեական ինֆորմացիա, հնդկական ինֆորմացիա, ամերիկյան, ռուսականի մասին չեմ խոսում, թե ինչքան է գրվել այդ ԽՍՀՄ, ցարական, մարական տուրում, հիմա էլ այսօրվա մեր օրերում, պարսկական, օսմանյան կայսրություն, այդ ինֆորմացիան անընդհատ գրվել է արդեն եղածի վրա, այս սրա համար ես որոշեցի, որ 4-րդ գիրքը պիտի անպայման նվիրված լինի հայուհիներին, կանանց, որոնց անունները, այսպես ասած, մնացել են այդ խմբագրված ինֆորմացիայի տակ, այսինքն, այսպես եթե համակարգչի լեզվով ասենք, պիտի վերականգնենք այդ ինֆորմացիան, չգիտեմ 100,000 տեսակ ծրագրեր են աշխատում համակարգչային այս ոլորտում, որ կարող ես կորցրած ինֆորմացիան հետ բերես, հիմա այդպիսի մի ծրագիր էլ մենք ենք ուզում անել, փորձում ենք այդ անունները հանել արդեն գրվածի տակից, հասկանալու համար, թե ինչեր եւ ովքեր են ապրել այս աշխարհի երեսին, առավելապես հայուհիներ, միայն հայուհիներ են 4-րդ գրքում, տղամարդիկ չկան, ինչ են արել այս կանայք, ինչ դեր, ինչ նշանակություն ունեն եւ ինչպես է խմբագրվել նրանց մասին տեղեկությունները եւ մեզ հասել է տեղեկություններ արդեն երբ որ նրանք ամուսնացել են մեկը հոլանդացու հետ, մեկը պարսիկի հետ, մեկը նույնիսկ թուրքի հետ, այս կարգի հետո եկել են ու ասում են մեր չգիտեմ, ինչ-որ մի վատ բան, ասենք, տեսնում են, ասենք, Հայաստանում ինչ-որ մի վատ բան, միանգամից արձագանքում են, ուրեմն հայ չի, այ սիրելի ժողովուրդ, հայ են, այս ինքնարդարացումը, ով որ վատ բան է անում, ուրեմն հայ չի, այս ինքնարդարացումը, գիտեք, այսպես, չգիտեմ, ցայտնոտի մեջ ընկած երևի թե ժողովրդի այսպես ինքնապաշտպանողական կարելի ասել ռեակցիան է այս ինքնաարդարացումը, բայց դրանք էլ են հայեր, սիրելի ժողովուրդ, որովհետև այդ ինֆորմացիան, այդ տեղեկությունները, գենետիկ հիշողությունները խմբագրվել են հազարամյակների ընթացքում եւ այդ խմբագրությունների պատմությունը, եթե բացենք, դրանց 10-15%-ն է եղել բռնի ստիպողաբար, ինչպես եղել Օսմանյան կայսրությունում, Պարսկաստանում։ Ուրիշ որևէ տեղ բռնի չի եղել է Օսմանյան կայսրությունում եւ Պարսկաստանում, երբ որ անդադ տեղահանվել են, մահմեդականացվել են բռնի։ Բայց Տիգրանն էլ ժամանակին, երբ որ տարածքներ գրավեց, հрьяաներին բերեց Հայաստան։ Սա էլ էր բռնի։ Տիգրանն էլ շատ հрьяաների, Տիգրան մեծի մասին է խոսքը, բերեց Հայաստան։ Տիգրանն էլ էր փորձում խմբագրել այդ ինֆորմացիան։ Բայց արի ու տես հрьяաների տեղեկությունները, հрьяաների այսպես գենետիկ հիշողությունը ավելի ուժեղ գտնվեց, որովհետև նրանք չթողեցին, որ իրենց արդեն եղածի վրա գրվի նորը։ Սիրելի Տիգրան Պետրոսյան, ես Ռոնա Ավինեզերն եմ եւ կմնամ Ռոնա Ավինեզեր։ Արդեն եղած այս գենետիկ տեղեկության վրա որևէ բան չի գրվելու, չի կարող Ռոնա Ավինեզերի անվան վրա գրվել Ռոնա Պետրոսյան, բայց Գայանե Անանյանը դարձավ Գաննա Բոտվիննիկ, իսկ Մարգարյան Իզաբելլան դարձավ Բելա Կուրշնայա։ Այսպես, սիրելի ժողովուրդ, նրանց երեխաները բացարձակ որևէ կապ չունեն հայկական ծագման, հայկական արմատների հետ։ Նրանք ընդհանրապես գիտեն, որ իրենց մայրերը հայ են եղել, բայց
իրենց հայրերը եղել են հրեաներ եւ այսպես խմբագրվել է։ Հանուն արդարության ասեմ, որ Հայաստանում էլ քիչ չեն եղել այդպիսի դեպքեր, բայց կրկնում եմ այդ խմբագրված այսպես տեղեկությունների պատմություն էջերը եթե թերթենք, երևի 5-10%-ը, չգիտեմ, այսպես բռնի է եղել, մնացածը եղել է կամովի։ Հայերը ընտրել են այ ուղիղ այս օրը, այսպես ինչ օրի որ կան այսօր, սա արդեն ոչ թե բռնի է եղել, սա եկել են ենթագիտակցաբար ընտրության, որովհետև երբ որ կրկնում եմ, Ռորշախի տեստը դրվեց այս մարդկանց առջև, երբ որ նայեցին ոչ ստաբիլ վիճակին, այսպես abstract վրձնած ինչ-որ սև ներկերի, երբ որ նայեցին անկախությանը, նայեցին սովետական միության փլուզման, երբ որ նայեցին պատերազմներին, նայեցին հռչակագրին, շատ քչերը տեսան ազատության գաղափարը եւ ազատության հնարավորությունը եւ կրկնում եմ, այդ շատ քչերի ճանապարհը փակվեց։ Դրա համար եկան այս Լենուբոլ դարում, այս հազարավոր կորուստների մեջ մարդու կորստից ավելի սարսափելի ոչինչ չկա, այսքան տղաներ կորցնելուց հետո, տարածքային այսքան կորուստներից հետո մարդիկ հարմարվեցին։ Ինչպես հարմարվեցին, որովհետև գենետիկ հիշողությունների մասին տեղեկությունները խմբագրվել են հազար ամյակներով եւ առավելապես 91 թվականից վեր ամեն ինչ արվեց, որպիսի ազատություն որևէ մեկը չտեսնի Ռորշախի թեստի մեջ։ Չգիտեմ որքանով էր ընկալելի, մի քիչ բարդ էր թեման, սիրելի ժողովուրդ։ Ես այդպես ասած հույս էլ չունեմ, որ շատ լայն շրջանակների այսպես հասանելի կլինի կամ շատ մարդկանց հետաքրքիր կլինի այս ամեն ինչը, բայց մենք քչով էլ կբավարարվենք, որովհետև այդ քչերի մեջ են ընդամենը թաքնվում այն եզակի մարդիկ, որոնք հոսանքին հակառակ են, լողում, եւ պետք է գտնել մարդկանց, որոնք չեն գնում ամբոխների հետևից, որոնք առանձնանում են ամբոխների միջից, որոնք լողում են հոսանքին հակառակ 100 հազարների մեջ, դրանք կարող են լինել 10, 20 կամ 30-ը։ Սիրելի ժողովուրդ, այնպես որ ես դիտումների քանակից կամ չգիտեմ բաժանորդների թվից չեմ նեղվում, կարծում եմ կամաց կավելանանք, կարևորը չպակասենք։ Այսքանը սիրելի ժողովուրդ, կհանդիպենք շատ շուտով, ես նորից ասեմ, որ 4 գրքի աշխատանքները բավական ծանր են, մի քիչ զբաղված եմ լինում, մտավոր ծանր աշխատանք է, բայց այսպես գոնե օրը մեջ կամ 2 օրը մեկ անպայման ժամանակ կգտնեմ եւ կզրուցենք։ Լավ մնացեք, շնորհակալ եմ, որ միացաք, չմոռանաք բաժանորդագրվել, բարի գիշեր։